ժամանակը պիտի կրկես իսկ տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջ է։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի լույս բոլորիս եւ փարտիրոջ այս հիանալի օրվա համար։ Այսօր մենք շարունակելու ենք հայտնության 7 եկեղեցիների վերլուծությունը, ուսումնասիրությունը եւ այսօր երկրորդ ուրեմն մասն է Զմյուրնա եկեղեցու վերաբերյալ, այն որ մեծ կապ ունի թե հավաքական իմաստով, թե անհատական իմաստով մեր կյանքերի մեջ եւ այսօր պետք է ներկայացնի այսօրվա թեման մեզ ելի Հակոբ Գուլեսերյան եղբայրը, նա Աբովյանի ավետարանական մկրտական եկեղեցու հովիվն է։ Հակոբ եղբայր, շնորհակալ եմ եկար եւ նորից միասին ենք, շատ օգնված ենք այս ծրագրով 7 եկեղեցիների վերաբերյալ, որ պետք է ձեզ լսենք եւ ներկայացնես, որը շատ կարեւոր է մեզ համար։ Շնորհակալ ենք։ Խնդրեմ։ Եղբայր, մենք Քրիստոսի անբիդան ծառաներն ենք, սայն որ արդական ենք ընելու, փորձում ենք այդ ընել, շնորհակալություն հայտնելու գարիքը չի գա, թող ողջ փառքը լինի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Սիրելիներ, նորից ողջունում ենք ձեզ եւ շնորհակալություն գայտնենք, որ գեհեդեվիկ եւ ծեր մեկնաբանություններով մեզ կքաչալերեք եւ կքնահատեք, Տերը ձեզ շատ օրհնե եւ վարձատրեցես։ Եվ անպայման կուզեմ խնդրել ձեզ, որ կիսվեք այս եթերը ձեր ընկերների հետ, հենց հիմա այս ուղիղ եթերի ընթացքում, թող նրանք էլ օրհնվեն։ Հակոբ եղբայր, ունես նախաբան պատրաստած, թե մի երկից հետո միանգամից անցնես թեմային։ Որպես նախապանի սիրելիներ, կուզեմ ձեզի ասել, թե այս օրերուն, ինչպես եղբայրը բացահայտեց, մենք կնայենք հայտնություն Հովհաննու գրքի մեջ հիշված 7 եկեղեցիներուն մեծ ընդհանուր թաբլոին։ Եվ այսօր մենք պիտի նայենք երկրորդ եկեղեցին, Իզմիրնայի եկեղեցին, որ 7 եկեղեցիների մեջ քերազանցն է իր անմեղադրելի վարքով, սկզբունքով եւ ծառայությունով։ Ամենագարճ հատվածն է դերոջը իրենց ուղած պատկամը մեկ փար է, բայց ամենախորունկ աստեցիկ պատկամն է, որ դերը դվավ Իզմիրնայի եկեղեցին, որովհետեւ Իզմիրնայի եկեղեցին լիագադար նմանի իր Փրկին Հիսուս Քրիստոսի նամանավանդ նահատակությամբ։ Վերնագիրը այսպես է, Զմյուրնայի եկեղեցու պատգամ ուղված Զմյուրնայի եկեղեցում եւ ընդհանուր բովանդակությունը հավատարմության մասին պետք է լինի այսօր Զմյուրնայի եկեղեցու հավատարմության, իսկ դրա մասին մի երկից հետո ցելի քուրեր եղբայրներ մի երկ, որ մեր եղբայր առաջարկով պետք է լսենք եւ այս երգը ինքը հենց հավատարմության մասին է։ Եկեք ըմբոշխնենք այս երգը եւ հետո նորից միանանք։ Ամեն։ Եկեք փակենք մեր աշկերը, բացենք մեր սրտերը եւ բարձրացնենք մեր ձայները Հիսուսին։ Ասենք, որ մենք սիրում ենք նրան։ Հալելույա։ Եկեք կենտրոնացնենք մեր մտքերը, կենտրոնացնենք մեր հայացքը Հիսուսի վրա։ Հալելույա Տեր, հալելույա Հիսուս։ Սիրում ենք քեզ, սիրում ենք քեզ։ Oh, you are worthy, you are worthy, you are worthy. Oh, we love you, we love you.
գիտես ամեն մեկին դու աղոթքնի միշտ լսում ես ես օգնում ես ինձ ինձ տալիս են չեմ ավելի ողորմության քո պատում ես ինձ դու գիտես ինձ ու մանկուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ամեն օր ու ինձ սեր ցույց տվել դու ես հովիվը իմ Տերը միշտ հավատարիմ իմ Աստված իմ վեր առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ Տերն ես դու Տեր գիտես ամեն մեկին դու աղոթքնի միշտ լսում ես ես օգնում ես ինձ դու Տեր գիտես մարդկանց սիրտը չար դու քննում ես խորհուրդներ նրանց նենք ու չար ու մանկուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ու ինձ սեր ցույց տվել դու ես հովիվը իմ Տերը միշտ հավատարիմ իմ Աստված իմ վեր առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ Տերն ես իմ Աստված իմ վեր առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ Տերն իմ Աստված իմ վեր առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես իմ Աստված իմ վեր առանց քեզ չկա կյանք ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ Տերն ես Այո, բարդ իրոք այս հրաշալի երգի համար եւ նախքան որ կանցնենք բուն թեմային, նորից կխնդրեմ, որ անպայման կիսվեք այս եթերը ձեր ընկերների հետ, սերի քուրեր, եղբայրներ։ Հակոբ եղբայր, նորից շնորհակալություն Խնդրեմ։ եւ լսում ենք քեզ սիրով։ Ամեն ամեն մեր Աստվածը հավատարիմ է իր խոստումներուն եւ ուխտին այսօրվա քարոզը մեզի գուքա հայտնություն Հովաննու 2-րդ գլխուն 8-րդ համարեն սկսյալ մինչև 11-րդ համարը Բատկամ Իզմիրնիայի եկեղեցվո հավատարիմ եկեղեցի Գարտանք Աստվածաշնչյան հատվածը Եվ Իզմիրնայի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե Այսպես կսե առաջինը ու վերջինը որ մերավ ու կենթանացավ Գիտեմ քու կորձերդ ու նեղությունդ եւ
աղքատությունդ, բայց հարուստ ես, ու անոնց հայոյությունը, որ գսեն թե իրենք հրյա են, բայց չեն հաբա սատանայի ժողովուրդ։ Փնա մի վախնար այն բաներեն, որոնք պիտի գրես, ահա փանսարգուն ցեզմե մեկ քանիները փանդը պիտի ցկե, որբեսի փորձվիկ եւ 10 օր նեղություն պիտի ունենաք։ Մինչև մա հավատարիմ եղեք ու ցեզի գենաց բսագը պիտի դամ։ Ան որ լսելու ագան չունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Ան որ գահախտե երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Թող Աստված օրհնե իր խոսքը սիրելիներ մեզ մե յուրաքանչյուրին համար։ Ամեն։ Քույրեր եղբայրներ, Աստվածաշնչյան հայացքով Աստվածաշունչի մեջ հիշված անունները մարդկանց նաև անասուններուն եւ նաև փույսերուն իրենց հոգևոր իմաստը եւ նշանակությունը ունի նաև երբեմն անոնք մարդկային անվանագոչումներ են եւ երբեմն անոնք աստվածային նախասահմանությամբ կամ աստվածային դվչությամբ է օրինակ Աստված Աբրահամի անունը փոխեց Աբրամ էր եւ եղավ Աբրահամ հայր բազմության օրինակ Շուշանը կներկայացնե եկեղեցվո անփասիր խորուրդը մակրությունը կամ երբ որ մենք կսենք հութայի արույձը ոչ թե ակնարկը հութայի անդարներու մեջ գտնված արույձներուն էր այլ Հիսուս Քրիստոսին որպես հութայի անհաղթ թակավորը զորությունը նույնպես սիրելիներ աստվածային նախասահմանությամբ մեր անունները պետք է մեր անունները դրսևորելու են այդ անվան հոգևոր իմաստը կամ անոր փնութակրությունը եւ կամ այն գոչումը որով դերը դված է մեզ մե յուրաքանչյուրին նոր անուն պիտի տամ սպիտակ խճի վրա գրած որ մեկը չգիտի որ մեկը չգիտի դրա մասին է խոսքը այո եղբայր աստվածաշունչի մեջ հաջող հիշված է նոր անունը նոր փնութակրություն նոր բադիվ նոր գոչում այսինքն անունը խոսում է իր բնույթի մասին այո անունը խոսելու է եւ դրսևորելու է իր բնույթը օրինակ Աբրահամ հայր բազմության եւ եղավ հայր բազմության Հակոբ որ խաբեբա էր դերը իր անունը Իսրայել գոչեց Աստուծո հետ մարդնչեցավ եւ հասավ իր հոգեվոր փախցանքին օրհնության խոստումի երգիրը Սուրբ սերունդ եւ որ կանգեիշվի Իսրայելի 12 ցեղերը Այսօր Աստուծո օգնությամբ սիրելիներ մենք պիտի նայենք Իզմիրնայի եկեղեցին մի քանի գեդերով պիտի ներկայացնեմ առաջին խաղապարը որ գուզեմ բեր առնել ինչ աստվածաշնչյան իմաստ եւ խորհրդանիշ ունի Իզմիրնա անունը Իզմիրնա անունին արմադը Իզմուրսն է Զմուրս դուք Զմուրս եք ասում ենք Զմուրս Զմուրս Իզմուրս Անշուշտ մենք նայում ենք եւ լսում ենք հոգեվոր իմաստով Փարփարները մի քիչ կփոխվի էդի ոչ մեկ խնդիր չէ Զմուրսի սիրելիներ հոգեվոր իմաստն է օձվիլ Զմուրսի յուղով նախքան նահատակություն Հիսուսին մոգելը հենց դա բերին Զմուրս Երբ որ մոգերը Հիսուսի այցելեցին իրեն նվիրեցին ոսկի թակավորությունը գնդրուկ քահանայությունը որ քահանան գոծվեր գնդրուկով իսկ Զմուրսը գնվիրվեր մարգարեներուն որ իրենք ընդունեին այդ Զմուրսի յուղի օծությունը
դա իրենց ուխտի խորհրդանիշներ, որ իրենք պիտի մնան հավատարիմ ճշմարտության խոսքի փոխանցման։ Վաու։ Այս է սիրելիներ, ուզմուրսով օծվիլը անուշահոտ զո եւ անմահ բադարակ է աստուծո հաջելի իր հավերժական հոդով վգայություն է զմուրսը շատ թանկագին փույս է որուն յուղը թանկարժեք է եւ այս յուղին արավելությունը այս յուղին հատկանիշը որ իր հոդը երկար ժամանակով վրա կմնա այսինքն դու գրնաս փածագալ լինել բայց այս հոդը իր շուրջը գփուրե երբեմն գբադայի որ մենք անցուգեմը գանցնենք եւ հոն անուշահոտ հոդը գներ շնչենք անցը չենք տեսնել ինքը անցած կացած է բայց հոդը մնացած է զմուրսի յուղի օծությունը որ քո նահատակութենեն յետքը քո զոհապերությունը քո բադարակը գմնա աստեցիկ վգայություն քու շրջաբադիդ եւ քու եկեղեցիդ հալելույա զմուրսի յուղով ուխտ անելը սիրելիներ աստվածահաճո է որովհետև մենք նաև աստվածաշունչի մեջ կտեսնենք ուխտի խորհրդանիշներ հոսք ուզեմ հիշել որ շատ քիչ կհիշվի աստուծո գադարած ուխտը Ահարոնի եւ Թավիթի հետ որ կգոչվի աղի ուխտ այսինքն աղի ուխտը Ահարոնին որ իր քահանայությունը անաբագանացու է եւ Թավիթի թագավորությունը անաբագանացու թագավորություն է որ աս երկուքը կմիանա Քրիստոսի քահանայության եւ թագավորության աստվածային ուխտի մեջ սիրելիներ միշտ ներկա է Հիսուս Քրիստոս եւ Զմիրնիայի գաբած ուխտը աստուծո հետ զմուրսի յուղով նաև գխորհրդանշ է եւ նաև գտրսեվոր է մեր փրկին զոհապերությունը խաչապայդին վրա ուրեմն սիրելիներ Զմիրնիայի եկեղեցին գանչվեցավ ապրելու եւ ծառայելու իր անվանագոչությամբ որն է անուշահոտ զո եւ բադարակ աստուծո հաջելի մնալ հավատարիմ մինչև մահ մենք տենց ասույթ ունենք չէ անունովը ապրես այո Սուրյահայերը շատ կկործած են այսպես բզդիկ պագակիզմ բանամ ես այդ ասացվածքը շատ կրսեմ ամեն տարի դեկտեմբերի երկրորդ շաբաթը որ գնեշվի Սուրբ Հակոբը կուքան եւ ինձի գսեն անունովդ ապրիս եղբայր Աբրահամ դու ալ անունովդ ապրիս Փարտիրոջը իմ անունի համար քո անունը գնշանագե հայր բազմության եւ այսօր դու քո ծառայությամբ բազմության կարոզիչ ես այս ծառայությունով որ դերը սկսած է հետաքրքիր է փոքր կաբինետի մեջ ենք բայց դու հասնում ես սպիրս եւ հայրենիքի բոլոր հայության դերը օրհնեք ես բայց ես հայր չեմ ծառայում ենք դիրոջը ուղղակի լավ անուն է Աբրահամը շատ լավ անուն է նաեւ հոգեվոր հայր ես չամփելով մարդկանց ավետարանի պատկամ դերը քեզ շատ օրհնե ուրեմն մենք տեսանք սիրելիներ Զմիրնիա անունի նշանակությունը Օծվիլ զմուրսի յուղով երկրորդ կետը որ գուզեմ վեր բարձրացնել Քրիստոս իր եկեղեցու հովիվներուն նաև գանվան է հրեշտակ Զմիրնիայի եկեղեցու հրեշտակին քրե ասի 7 անգամ գրկնված է 7 դարբեր անուններով ինչու այս անվանումը
Ինչու ինչ աստվածաշնչյան իմաստ ունի այս մեկը։ Ինչ իմաստ ունի։ Սիրելիներ, հրեշտակները Սուրբ Հոգիի զորությամբ գսպասարգեն Աստուծո ժողովրդին զավակներուն, հավատացյալներուն։ Հրեշտակները Աստուծո ժողովրդին գսպասարգեն Աստուծո աստվածային գամքով եւ բադվերներով, Աստուծո փառքին եւ թագավորության դարածման համար, զորավիկ կանգնելով Քրիստոսի եկեղեցվո եւ շատ հաջող գսպասարգեն աներևույթ կերպով։ Մենք հրեշտակներու մատակարարությունը գվայլենք, հանգարց մեզ գբահեն, մեզ գոկնեն, մեզ գզորացնեն, դվյալները աստվածաշնչյան հիմք ունին, բայց մենք զիրենք չենք տեսներ։ Այո։ Հովիվ եղբայրներ եւ հովիվի սիրտ ունեցող եղբայրներս եւ քույրերս, եկեք Քրիստոսի եկեղեցվո սպասարկենք, ծառայենք Քրիստոսի բադվերներով եւ գամքով, եկեղեցվո շինության համար եւ անոր եկեղեցվո զորավիկ կանգնելու համար, Աստուծո փառք ու բադիվ բերելով եւ շատ հաջող աներևույթապես։ Չէ երևալու պայմանով։ Փացիեպ զմուրսի յուղովը լա դրա հոդը անպայման իր աստեցությունը գթողն է։ Բայց այդ հոտի վերաբերյալ շատ խենթանալիք միտք էր եւ իրոք դա այդպես է։ Եղբայր դերը այդպես մեզ գանչում է։ Դուք Քրիստոսի անուշ հոտն եք։ Ամեն, այո, այդպեսի խոսքը։ Անուշահոտ զոհ եւ բադարակ։ Սիրելի քույրերս, եղբայրներս, հովիվ միապանագից եղբայրներ, եկեք մեր ծառայությունը գերբարանափոխենք հրեշտակային ծառայության նման աղոթքով։ Դերը մեզ սորվեցուց հայր մեր աղոթքը, դերունական աղոթքը։ Եվ առաջին բաժնի վերջի մասի մեջ կսե, թող քու գամքը դլա, ինչպես երկունքում, նույնպես երկրի վրա։ Ես այնպես համոզված եւ ընդունած եմ, որ երկինքի մեջ հրեշտակներ Աստուծո գամքը կգադարեն միայն։ Իրենք ընդրության արժև չեն, այլ իրենք հրամանի ներկո են։ Թող մեր ծառայությունը լա սիրելիներ հրեշտակների նման միայն Աստուծո գամքը գադարենք եւ մեզի օրինակ ունենալով հրեշտակները։ Դերը իր կանչած հովիվներեն գբահանչե հրեշտակային ծառայություն, որովհետեւ դերը հովիվներուն գանբան է հրեշտակներ։ Բարձր հրաշալի դիտղոս, հրաշալի անուն վեհ գոչում լուրջ պատասխանատվություն։ Դեր Հիսուս Քրիստոս երրորդ կետը Իզմիրնիայի եկեղեցվո ասում է. Ես եմ կյանքը։ Քրիստոս հայտնություն Հովաննու առաջին գլխում մեջ ներկայացուց մեզի իր երկնային նկարակիրը, փնուտակրությունը։ Այսի երկու անգամներ մեր քարոզներուն մեջ հիշեցինք, որ մեր դերը երկնքում ինչպիսին է։ Եվ իր նկարակրության վերջին խոսքը, որ ասեց. Ես մերա եւ կենթանի եմ հավիտյանս հավիտենից։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի նկարակրման, երկնային նկարակրման վերջին խոսքը հիմա ուղված է որպես առաջի խոսք Իզմիրնիայի եկեղեցվո։ Սիրելիներ, Աստուծո մարդերուն, Բողոս Արաքյալին, Քրիստոսի վերջին խոսքերը շատ մեծ նշանակություն եւ իմաստ ունի։ Դա կնշանակե առաքելության ամփոփումը գորիզը ներկայացնել
խորուն կերպով գարշ նախատասությունով։ Օրինակ Հիսուս աշակերտներուն ասավ. ես ցեզի հետ եմ, ինչև աշխարհիս վերջը, կացեք եւ ավետարանը կարոզեցեք։ Ամեն ինչ կփարփակվի աս խոսքերուն մեջ։ Բողոս Արաքյալ իր վերջին խոսքերու մեջ Տիմոթեոսին ասավ. ես արդեն զոհ լալու պատրաստ եմ, բարի պատերազմեցա, ուստի խոսքը կարոզե։ Մնա հավատարիմ։ Այսպես սիրելիներ, Քրիստոսի փնուտակրության վերջին խոսքը հիմա ուղված է Սմիրնայի եկեղեցվո որպես առաջին խոսք։ Այսպես կսե առաջինը ու վերջինը, որ մեռավ ու գենթանացավ։ Քրիստոս ասել գուզե սիրելիներ, իմ թակս մահու կյանք է։ Ես մարդ եմ եւ Աստված։ Ես ունիմ խաչ եւ ունիմ երկնային փառք եւ իշխանություն։ Ով Սմիրնայի եկեղեցվո հովիվ եւ անդամներ։ Դերը ասում է. ես աշխարհի վրա ապրեցա մահանալու համար, մեռնելու համար։ Արդյոք այսպիսի խորհուրդ քո միտքիդ մեջ կա, քույրս, եղբայրս, որդուն ապրում ես մեռնելու համար։ Մենք ապրում ենք ապրելու համար։ Բայց Քրիստոս աշխարհ եկավ, ապրեցավ մահանալու համար։ Ես խաչվեցա ծեր մեղքերուն համար, որբեսի դուք փրկվիք թադաբարդութենեն։ Ես հարություն արի, որբեսի ցեզի արշնորեմ իմ հարությունս։ Եվ Սմիրնայի եկեղեցվո ասում է մի վախնար։ Մենք բոլորս վախ ունենք։ Վախը դերը մեր սրտերում մեջ թրած է։ Վախը մեր փնուտակրության մեջ գա, որբեսի մենք հավատանք։ Մեծամասնությունը, որոնք ապաշխարած են, ոչ թե որպես սիրո հետևանք, այլ որպես վախի հետևանք, վախնալով հավիտենական գրագեն, թադաբարդութեն են, տժողքեն, ապաշխարություն ունին եւ մեղքեն ըսկուշանում են։ Մենք վախնալով կհավատանք, իսկ հավատալով գաբրինք Քրիստոսի համար։ Հակոբ եղբայր, հետաքրքիր ուրեմն այստեղ տենում ենք զարգացումը խոսքի մեջ շղթայական, այսպես չի ասում, որ կենթանի էր մահացավ, ասում որ մահացավ եւ կենթանի է։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ սրա մեջ նաև կարող ենք ասել, որ մեսեջ կա մեր համար, ինչպես դուք ասացիք։ Մենք մեռնում ենք, բայց պետքա կենթանանանք կամ հարություն ունենք, ոչ թե կենթանի ենք եւ մեռանք, հա։ Չէ, մենք կմեռնենք ապրելու համար։ Շատ կարևոր բան է ասում։ Եվ այս եկեղեցին պիտի մահանար հավիտենական կյանքի համար։ Անոր համար Հիսուս ասավ. ես եմ, որ մահացա ու կենթանի եմ։ Այսինքն ձեզ էլ է դա սպասվում։ 100% ճիշտ։ Կարոզը հոն բիտ եզրանքի եւ վերջավորության գսե քեզի պիտի դամ կյանքի բսակա։ Իր առաջին նկարակրի հայտնությունը եւ վերջի իր խոստումը իրար հետ համահունչ։ Այսինքն ով ինձ հավատացողը թեև մեռնի պիտի ապրի։ Ամեն։ Նույն իմաստ ունի։ Այո, բայց հոս մահը նահատակության է։ Իսմիրնայի եկեղեցու մահը նաեւ այո, բնական չէր, այլ իր զոհաբերությունն է։ Մի վախնար, ով Իսմիրնայի եկեղեցի, սիրելի քույրս եղբայրս, այսօր դերը քեզի գնայի որպես Իսմիրնիա, որպես ըզմուրսի յուղով քու գաբած ուխտդ։ Մի վախնար, որովհետև դերը ասում է. ես եմ կյանքը։ Մահեն մի վախնար։ Նահատակութենեն մի վախնար, որովհետև Քրիստոս ասում է. ես եմ կյանքը։ Ես եմ, որ քեզի գենաց բսակը, գենաց թակը գուզեմ դալ, կցանկանամ դալ։
անմահական եւ թակավորական կյանք։ Ոչ թե երկրի վրա մարմնավոր կյանք, այլ անմահական հավիտենական կյանք։ Հակոբ եղբայր, կարող ենք այս խոսքետ նաև կապել այս Պողոս Առաքյալի բերած խոսքը, որ ասում է Քրիստոսի հետ մեռանք եւ նրա հետ հարություն պիտի առնենք նույն իմաստով։ Այո։ Մեռանք աշխարհի համար, ես հիմա մեռած եմ աշխարհի համար եւ ապրում եմ Քրիստոսի համար։ Եղբայր, այս Իզմիրնիայի պատգամը Փասմագողմանի Այո։ Փայլք ունի աթամանտի բես։ Նիստ է, այո, մենք Իրենք մեղքի համար մերած կյանքը պիտի ապրեին, բայց միաժամանակ աս եկեղեցին գանչված էր հիմա պիտի հիշեմ նմանելու Քրիստոսի երթալով նահատակության ճանապարհով։ Այո, այո։ Չորրորդ կետը ասում է. ով Իզմիրնիայի հովիվ եւ անդամներ, ես ցեզ ճանաչում եմ։ Գիտեմ ձեր գործերը, որ քո եմ ցեզանից։ Ես ցեզ մեղադրանք չունիմ։ Ինչ հիանալի եւ նախանցելի կյանք։ Շատ։ Քրիստոս, որ սրդերը երեգամունքները կքննե, ասում է, ես քեզի մեղադրանք չունեմ։ Օրհնյալ վիճակ։ Գիտեմ ձեր նեղությունը, որ քաշում եք ինձ համար ձեր շուրջը գտնվող գեղձավոր մարդկանցից։ Աս եկեղեցին նեղություն ուներ, որովհետև գեղձավորները նեղություն գուտային։ Ինչպես փարիսեցիները նեղություն տվեցին Հովանես Մկրտիչին, Քրիստոսի, Պողոս Առաքյալի։ Տեսեք սիրելիներ, ճշմարտությունը միշտ կհալածվի սդության կողման է, գեղձավորներուն կողման է։ Եվ դա բադիվ է, որ մենք Քրիստոսի համար այդ նեղությունը գրենք։ Կսեք գիտեմ քու գործերդ, գիտեմ քու նեղությունդ, եւ նաեւ հոս կշեշտադրեք Քրիստոս աս եկեղեցվո յուրահատուկ մեկ վիճակը, որ գսե գիտեմ քու աղքատությունդ, որ հարուստ ես։ Բայց դու հարուստ ես։ Հարուստ ես։ Աղքատությունդ գիտեմ, բայց դու հարուստ ես։ Հարուստ ես։ Դու աղքատ ես, սակայն հարուստ ես։ Ասի հագասություն չէ։ Շատ է տակ։ Ասի երբեք հագասություն չէ։ Ճշմարտություն է, իրականություն է։ Ոչ ոք աղքատություն չի փափակիր։ Գուցե աշքի երևույթով աղքատությունը, բայց այո, հոգևոր հարստության մասին է խոսում։ Մարդկային արժևորումով, նյութական արժևորումով խեղճ ու գրակ։ Բայց Քրիստոսի աչքերով փարավոր հարստություն։ Աս եկեղեցին հարուստ էր հոգևորապես, աղքատ էր նյութապես։ Հոգևոր հարստությունը իշխում է նյութական աղքատության վրա։ Շատ լավ է։ Հոգևորապես հարուստը իր նյութական աղքատության մեջ չի քայթաղիր։ Սիրելիներ, ես շատ օրհնված եմ գենթանի վկայություններու ագանադես եղած եմ, դեսած եմ հավատացյալներ, որոնք լի են ուրախությամբ, շնորհք ունին հյուրասիրության, հարկանքի իրենց եկեղեցվո հովիվին եւ երեսներուն իրենց ամենածանրակույն աղքատության մեջ։ Ես իսկական ուրախությունը դեսած եմ նյութապես աղքատ, հյուրասեր, անցնվեր հոգևորներու մեջ, որոնց դերը գոչե հարուստ ես։ Բայց հաջող նյութապես հարուստ հավատացյալները հոգևորապես քայթաղվում են իրենց հարստության պատճառած հետևանքներով։ Աղքատության հետևանքի մեջ մենք դնում ենք ուրախություն, արադացերնություն, ծառայության հոգի, նյութական հարստության մեջ եղող հավատացյալներուն գահանտիբին, որոնք
քայթաղության ճանապարհին են իրենց հարստության հետևանքով ընդհանրապես ժամ չունին Աստծո ժամ չունին հավատացյալներուն ինչու բազմասպաղ է հարուստ հավատացյալներուն փորձությունը նույնպես հարուստ հավատացյալներուն փորձությունը հաջող Սոթոմ եւ Գոմորն է օրինակը Ղովդն է նմանիլ աշխարհին նմանիլ աշխարհիկներուն շատ զգուշ լինելու են այն հավատացյալները որոնք նույնպես հարուստ են իսկ նույնպես աղքատ հավատացյալներուն օրհնությունը սիրելիներ Կարմեղոս լերն է Եղիան աղքատ էր ակրավները իրեն միսպիտ բերեին մի օր հավատացյալ ասեց եթե ակրավը միսը գտնե ինք կուտե ակրավը արադասեր չի գրնարել ակրավները միս բերեն որ փեվարի դունը միան հացով եւ յուղով գերագրվի բայց Եղիա ուներ Կարմեղոս լեր արտնության լեր հարուստներ նաշխար աղոտքի լեր հոգով հարուստ աղոտքի լեր հրաշքներու լեր իսկ անոնք որոնք սիրելիներ Աբրահամի նման հարուստ են հոգևորապես եւ նյութապես երրորդ օրինակին անցա աղքատ հավատացյալը հարուստ հավատացյալը իսկ երկուքը միադեղ հոգևորապես հարուստ եւ նույնպես հարուստ հավատացյալի օրինակը մեզի գուկա Աբրահամեն գներեք ինչպես Աբրահամի քերակույն օրհնությունը Մորիայի լերն էր զոհաբերել մեկ հադիգը ամենաթանկը իր ցանկի դեսիլքը զավակ ունենալ նույնպես ալ սիրելիներ հոգևորապես եւ նույնպես հարուստ հավատացյալներուն քերակույն օրհնությունն է իրենց ամենաթանկը զոհաբերելով լինել հավերժական օրհնություն աստեղ իրականությունը որ իմ ցանկից մեջ շատ աստած է գուզեմ ցեզի ներկայացնել Հալեբի արևելք գողմա մի վանք կա որ շատ մեծ հողատարածք ունի շատ մեծ հազարավոր մետրներ եւ այս հողատարածքին վրա գառուցված է շատ քեղեցիկ շատ շքեղ վանք որ գոչվի Կարմեղոս Կարմել Եվ որ ես այս վանքին ծանոթացա, մդերմացա, ինձի միջանցք մցույց տվին, որ միջանցքի մեջ կար մի մարդու պատկերը եւ դագը իր զոհաբերությունը, որ գսե Մուհսեն el-Kabir, մեծ բարերար։ Անունը չիդամ, այս մարդը at հսկա հողատարածքը Եվ վրայի գառուցվածք վանքը նվիրած է եկեղեցվո։ Որովհետեւ այդ վանքի մեջի մայրաբեդ քույրերը աղոտքի բարաբին։ Այսպես կեցա խոգացի, սերդեցի եւ այդ մարդուն պատկերը աչքերուս առաջ է չեմ ուզեր մորնալ։ Ինչպիսի մեծ բարերարություն ըրած է եւ դասնյակ դարիները իվեր այդ վանքը գործածվի որպես աղոտքի Կարմեղոս լեր Ես շատ հետաքրքրված էի թե աս հսկա եկեղեցիները կաթեդրալները ով գառուցած է Բավական բրբդելես ետքը դեսատ է անոնք եգրին թակավորներուն կողմ է
կամ գրոնական նախարարության կողմանը գառուցված են ոչ թե անցիմը կողմանը շատ քիչ հազվագյուտ կգտնվի մարդիկ որոնք միլիոններ դոլար այսօրվա հաշվարկով կնվիրեն եկեղեցու գառուցման չի գա չէ գա ինչպես այս մարդը նվիրած է եւ քաղաքի մեջ իր անունը համբավ չունի եթե դու չերտած չի բրբդես դա կմնա ծածուկ այս մարդը հարուստ էր նյութաբես այս մարդը հարուստ էր հոգևորաբես որովհետև իր մեծ զոհաբերությունը նվիրեց կառուցվելու աղոթքի դուն որ ինձ համար շատ մեծ վկայություն է հինգերորդ վերջին տերգեդը ով աղքատ Բայց եւ այնպես հարուստ եկեղեցի ով Իզմիրնիայի եկեղեցի մի վախնար թիմագայելիք փորձութենետ որ պիտի դեվեր 10 օրեր հիմա եղբայր ապրամ այս 10 օրերը որքան ժամանակաշրջան է արդյոք մեր իմացած 10 օրերն է եթե մեր իմացած 10 օրերն է ապրիլ 1-ին ապրիլ 10 շատ ալ երկար ժամկետ չէ եթե աստծո տեսանկյունով նայենք մի օրը 1000 տարի պես է մի օրը 1000 տարի պես է 1000 տարին մի օրվա պես դե արի ու հասկացի ես երկար մտածած եմ բայց աս երկու շաբաթ առաջ չգիտեմ ասի անձնական համոզում է 10 օրը մեր այսօրվա 100 օրն է մեկ թար եթե մենք թիդենք աս բատկամը որ թվականին դրվեցավ եւ եկեղեցին երբ իր ազատությունը արավ այնտեղ մի 130 տարվա 125 տարվա պատմություն մգա ես այն եզրակացության եկա որովհետեւ 10 լման թիվ է ամփոփչական է այդ համոզումին եկա որ as թիմագայելիք փորձությունը մեր քիծած 10 օրը չէր որտեվ հայտնություն Հովանու խորհրդանշական գիրք է եւ բացմությունը մեզ գսե թե ադիգա ծանր փորձությունը ամենածանր փորձությունը 100 տարի դեված լալու է եւ մի քիչ ավելի պատմությունը նայելով աս եզրակացության համոզմունքը ես անձնապես ունիմ դու քույրս եղբայրս ինչպես կուզես համոզվիր բայց ես համոզված եմ որ մեր քիծած 10 օրը չէ 10 հատ 24 ժամ չէ այսինքն մեկ օրը գալիս է 10 տարի մեկ օրը 10 տարի Հովանես Արաքյալ այս հայտնության Հովանուին հեղինակը ինչ ասեց իր աշակերտներուն նախքան հայտնություն Հովանուն թիմագայելիք փորձություններուն եւ սուտ վարդապետությունը որ հոս սկսե սդախոսեն ծեր հավատն է որ աշխարհին գահախտ է աս եկեղեցու հաղթությունը հավատքով եւ հավատարմությամբ էր ինչին պիտի հաղթեր հեթանոսության աս եկեղեցին գանչվեցավ հաղթելու հեթանոսության Իզմիրնիայի եկեղեցու արչև բացվեցավ մեծ հալածանքի թուրը եւ ըստ եկեղեցու պատմության մեծակույն վկայությունը գուկա Պոլիկարպոս հովիվեն Պոլիկարպոսը Հովանես Արաքյալի աշակերտ էր Հովանես Արաքյալ իրեն նշանակած էր լինելու Իզմիրնիայի եկեղեցու հովիվ Երբ հալածանքը սաստկացավ, Պոլիկարպոս կփախչի եւ կփարսրանալ էր։ Հռոմեական գարսության զինվորները կհետևին կհալածեն, կփարսրանան լեր եւ Պոլիկարպոսին կցերպակալեն։ Կփերեն Իզմիրնիա քաղաքին հրաբարակը, բարձր փայդե գառուցված հարթագիմը վրա Քերանիմը վրա իր ցերկերը գաբած մարմինը գաբած քերանին բոլորին հանրության արչև գսեն Քրիստոսը ուրացիր եւ մենք քեզ ազատ կարձակենք եւ հոն
Պոլիկարպոս իր ձերության դարիքին ավելի քան 85-ն վեր 88 տարեկան ձերունի հովիվը կսե 85 տարի է Քրիստոս ինձի հավատարիմ մնացած է ես ինչպես ուրանամ Քրիստոսս եւ գսե Փարիքալուստ ով խարույկ եւ այդ բարձր հարթակը գրագի գուտան եւ Պոլիկարպոս հրգիզվելով գնահատակվի մնալով հավատարիմ իր սկզբունքներուն նահատակության ըզմուրսի անուշահոտ պատարակի հոդը բարձրացավ երկինք եւ 10 օրեր յետքը որ այս փորձությունը 10 տարի պիտի դեվեր անոր հետևանքով թագավորներ սկսան խոնարհվել Քրիստոսի առջև ընդունելով Քրիստոսը որպես Տեր եւ Փրկիչ սկսելով Հայաստանով շարունակվելով Հռոմով եւ դարազվեցավ Եվրոպայի եւ Միջին Արևելքի մեջ հավատարմությամբ եւ ձոմաբահությամբ եկեղեցվո ծառայությունը բացավ քրիստոնեության արտնության թուրը Միջին Արևելքում եւ Եվրոպայի մեջ նյութականով աղքատ եկեղեցին հաղթահարեց նյութապես հարուստ հեթանոս աշխարհին աղքատությունը ինչ երավ արտնության թուրը բացավ հավատքով եւ հավատարմությամբ հարուստ հավատքով Քրիստոսի հաճելի ու անուշահոտ ըզմուրսը հարստությունը սիրելիներ հոգևոր հարստությունն է որ Հիսուս շեշտադրեց ըզմուրսը նվիրե Քրիստոսի որբեսի ըլլաս եւ ունենաս ըզմուրս աղոտքի ցանկ եւ վգայություն տեսեք սիրելիներ մենք ասենք աս եկեղեցին գանչվեցավ նմանելու Քրիստոսի նահատակության եւ հիշեցինք որ երբ Հիսուս մանուկ էր նորածին էր ավելի ճիշտը մոկերը եկան եւ նվիրեցին ոսկի կնտրուկ եւ զմուրս Հիսուս իր ծնունդով սահմանված էր ծրագրված էր օծվելու զմուրսի յուղով հասնելու զոհաբերության Մարիամ Նարտոսի յուղով երբ Հիսուսի գլուխը օծեց եւ հութա նեղացավ Հիսուս ասավ թող դուրանոր իմ թաղմանս համար ըրավ Մարգարեներուն երբ որ զմուրս գնվիրեին եւ ինքը այդ մեկը գունտուներ որպես իր ուխտը դա կնշանակեր որ ինքը պատրաստ էր նահատակվելու իսեր իբադիվ գենալու ճշմարտության խոսքի մեջ եւ անիգա փոխանցելու մարդկության եւ վերջին գեդը որ գուզեմ սիրելիներ վեր առնել հոգևոր հարստությամբ է որ մենք պիտի շահենք գենած բսակը աշխարհային թակավորության թակերը գշահվին բادرազմական ուժով եւ Հիսուս ալսավ ան որ սուրով գարնե սուրով ալգինա չգիտեմ մենք այսօրերուն մեր մաշկին վրա կգրենք մեր երկրի նախագահությունը սուրով առնվավ սուրով ալ հանձնվեցավ Սուրիայի մասին է խոսքը այո ինձ լավ հասկանում են վերցնության քաղաքացիները իսկ երկնային եւ հավիտենական թակերը գշահվին հավատքի եւ հավատարմության նվիրումով Բատկամ Իզմիրնիայի եկեղեցվո Բատկամ Փոլորին Բատկամ անցյալին Բատկամ ներգայիս Սիրելիներ
քրիստոնեության մեծակույն վկայությունը հավատարմությունն է։ Քրիստոս մեզ գվարցադրե մեր հավատարմության չափանիշով, ոչ մեր բարգևը, ոչ մեր կարողությունը, ոչ մեր գիտությունը մեզ վարցադրության չարժանացներ։ Բացի հավատարմությունը։ Հիսուսին չսավ աբրիս բարի ու հավատարիմ ծառա։ Քրիստոսի աչքերը սիրելիներ մարդկային աչքերեն շատ քերազանց է։ Թուն գրնաս մարդոց աչքին լինել աղքատ, բայց Հիսուսի աչքին լինել հարուստ։ Թուն մարդկանց աչքին գրնաս լինել խեղճ ու գրակ, բայց Քրիստոսի աչքին գլինես հավատարիմ։ Համբավ չունիս, շրջանակ չունիս, զորավոր, բայց Հիսուս քեզ գսե աբրիս բարի ու հավատարիմ ծառա։ Եկեք սիրելիներ հավատարիմ մնանք, հավատարմությամբ շարունակենք մեր հավատքի սկզբունքներուն։ Քրիստոսի անտեպ մեր ունեցած հավատքի մեջ սիրելիներ չզիջինք, փող զիջումի չերտանք։ Եկեք հավատարիմ մնանք նյութականին մեջ։ 20-րդ տարու եկեղեցական փորձություններուն մեծամասնությունը եկավ նյութականեն։ Եկեք սիրելիներ հավատարիմ մնանք փարոյական սկզբունքներուն։ Աշխարհ քայթաղած է քրիստոնեական եկեղեցականներուն փարոյական անգում են։ Աշխարհ մեզ դիտում է խոշոր այցուցով, որ ինչպիսին է մեր փող հարաբերությունը փարոյական շրջանակի մեջ։ Սիրելիներ, եկեք ապրենք Զմիրնիայի հոգիով, հավատարմությամբ, գենթանի վկայությամբ, Զմուրսի յուղի անուշահոտ փուրմունքով եւ վկայությամբ։ Դերցե շատ օրհն է, ուր որ եք, ինչպիսի բարակայի մեջ եք, աղքատություն, հիվանդություն, հանգույցված հարցեր, եկեք սիրելիներ հավատարիմ մնանք մեր հավատարիմ փրկչին։ Եվ ինք քեզի պետք է գենաց պսակը։ Գյանք, այդ կյանքը որ գփախցած, այդ կյանքը որ ճշմարիտ է, այդ կյանքը որ Քրիստոսի խոստումն է, քու հավիտենական ժառանգությունը դե։ Դերցե շատ օրհն է։ Ով իմ ըսմուրս, քույրերս, եղբայրներս, հովիվ գործագիցներս, օրհնյալ մնաք։ Շնորհակալ եմ եղբայր Աբրահամ։ Վաու, Հակոբ եղբայր, ես ընդամենը մի բառ կարող եմ ասել այսօրվա խոսքի, այսպես ասած, ընթացքում ինչ-որ մեջս, այսպես ասած, վարվում էր, կարելի ասել, փափակ կար, միայն մեկ բառով, երանի, և երջանիկ այն մարդը, այն հոգևորը, ով որ այս զմյուրնայի, զմուրսի հոտնա իրա վրայից գալի։ Ամեն։ Երջանկությունը սրա մեջ է, իրոք սրա մեջ է, լինել հավատարիմ Տիրոջը եւ կարծում ես, որ հավատարիմը նա է, ով որ ընկալել է Քրիստոսի հավատարմությունը։ Ամեն։ Հոնգեգը բխի։ Հոնգեգս։ Մենք որքան որ ընկալել ենք նրա հավատարմությունը մեր նկատմամբ, այդքան էլ մենք հավատարիմ ենք։ Ամեն։ Երանի։ Իրոք երանի։ Աշկից դեմով մտքովս անցավ Հիսուսի լեռան քարոզը երանելիների մասին եւ այդ ամբողջ երանելի այս իր քարոզի երանելիությունները ամբողջը սրա մեջ հավատարմության մեջ։ Ամեն։ Հավատարմության մեջ։ Սիրենք հավատարմությունը։ Գուցե երբեմն, հա, Հակոբ եղբայր, խոստովանենք, որ երբեմն շեղվում ենք, մոռանում ենք,
Ձախողվում ենք հավատարմության մեջ, բայց վստահ եմ համաձայն ես ինձ հետ, որ միևնույնն է, եթե մենք շարունակենք սիրել այս մեծ հոգևոր արժեքը, կարող ենք ասել, որ հավատարմություն եւ հավատք հորեղբոր տղաներ են։ Այո, զուգահեռ են, զույգ եղբայրներ են ավելի շուտ։ Եթե հավատք անբաժանելի են նրանք, հավատալ եւ հիմքն էլ է բարերի հոգի բուդուղն է, հավատարմ։ Այս հավատարմությունը մեզ պետքա կենտրոնացնի այդ արժեքի վրա։ Հիմա հարցս այսպես տան։ Մի հատ հասկանանք, որքանով ենք մենք հավատարիմ։ Մեր ունեցվածքի, մեր ձգտումների, այսինքն եկեք չափենք մեր հավատարմությունը։ Ոչ մեկին հետ չհամեմատենք, մեր շրջապատի հետ չհամեմատենք, այլ մեր հավատարմությունը համեմատենք իր խոսքի մեջ։ Իր խոսքի մեջ եւ իր անձին հետ Քրիստոս։ Կշռվենք։ Եվ եթե կշռվենք, արդյոք թեթև կգտնվենք, թե ոչ, սա էլ է հարց։ Չէ, Հակոբ եղբայր։ Ես ինձ համար եմ ասում սա։ Աստված Նաբուկոդոնոս օրինս ավ կշռվեցար եւ բագաս գտնվի։ Ճիշտ բառը կործածեցիր եղբայր։ Կշռենք, չափենք մեր հավատարմությունը։ Եվ մեր չափանիշը Աստծո խոսքը եւ Քրիստոսն է։ Ամեն։ Կշռենք այս խոսքերի մեջ։ Զմիոնայի շատ սիրուներ, շատ գեղեցիկ ներկայացրեցիք։ Իրոք ամենագարճ պատկամներ, ամենաաստեցիկն է 7 եկեղեցիների մեջ։ Վաու։ Այո։ Փարտիլոչը Տերորնի Հակոբ եղբայր, շատ շնորհակալ ենք։ Խնդրեմ բարդականությունս պատխաբեր եւ հաջողված Քրիստոսի համար, ողջ բարգը Քրիստոս։ Փարտիլոչը։ Եթե ուղերձ ունես սիրով եւ քո աղոթքով ավարտենք։ Ես պիտի խնդրեմ եղբայր դու աղոթես, որովհետեւ արդահայտում ես, որ քո մեջ մի սուրբ գրագ է փոցավարում, այդ հոգիով աղոթես։ Հիմա իմ ներս այնքան խառն է եւ մտքերս այնքան պետքա փորձեմ կենտրոնանալ, բայց իրոք սա մեզ այսօրվա խոսքը իրոք շատ լուրջ աղոթք է ներշնչում եւ մեր աղոթքի մեջ պետքա կենտրոնական սյունը դառնա։ Տեր, եկեք աղոթենք, Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար։ Երանի նրան, երանի այն եկեղեցուն, որին դու կասես ապրես բարի եւ հավատարիմ ծառա, երանի այդ մարդուն։ Ես կուզեի լինել այդպիսինը, իրոք կուզեի։ Հիսուսի անունով։ Նայելով ինձ հասկանում եմ, որ թեր պակաս եմ շատ Տեր։ Հիսուս վար։ Բայց կուզեմ եւ կխնդրեմ քեզ, որ ոչ թե միայն ինձ, այլ իմ քույր եղբայրներից, որովհետեւ մենք միասին ենք, մենք մի եկեղեցի ենք։ Պատրաստես այդ օրվա համար։ Եվ այսօրվա խոսքը մեզ պատրաստում է, մեզ պիտակ հանդերձ է տալիս։ Մեզ լուսավորում է, մեզ բժշկում է, մեզ ուղղորդում է դեպի հավատարմություն, Տեր։ Մեզ սիրել է տալիս հավատարմությունը, մեր մեջ փափագներ է բարձրացնում հասկանալու այն հավատարմությունը, որ դու մեր հանդեպ ցույց ես տվել, եւ մեր հավատարմությունը քո հանդեպ, դրանք շատ տարբեր են, Տեր։ Դու իջար, դու այնպիսի բան թողեցիր եւ իջար եկար այս երկիր մարմին հակար մարդկային, դա անպատկեր մարդ ուղեղը դա չի կարող չենք կարող ներկայացնել, բառերը քիչ են արտահայտելու այն մեծ հավատարմությունը, որ ցույց տվիր, եւ այդ հավատարմությունը թող մեր մեջ արձագանք տա, թող մեր մեջ կառուցի, թող մեզ տանի, թող մեր մեջ հոգևոր արժեքներով ձևավորի, Տեր, որ այս աշխարհը մեզ համար դառնա ոչինչ, մահը դառնա ոչ մի բան, Տեր, ոչ մի արժեք չունեցող մի բան, ոչ մի վախ չներշնչի մեր մեջ, Տեր, որտեղ հավատարմությունդ մեր մեջ կյանքի իմաստատալ, մի նոր կյանքի։ Մենք գիտենք, եթե ունենք հավատարմություն, ապա միանշանակ կյանք ունենք,
Եվ դու ես ասել այդ խոսքերը քո եկեղեցուն, այս գեղեցիկ եկեղեցուն, որ զմուրսի հոտ էր գալիս իր վրայից։ Թող այդ հոտը տարածվի, ես լինեմ այդ հոտը կրողը Տեր, եւ իմ քույր եղբայրներս։ Եվ այս աղոթքը թող լինի համար առաջինը, թող լինի ամենակարևորը։ Ամեն։ Թող լինի ամենաբացարձակը։ Այո, Տեր Թող Հիսուսն։ այս աղոթքը իշխի գերազանցի բոլոր մյուս աղոթքներին, որ մենք ունենք Տեր։ Պատտվենք այս աղոթքի շուրջ, դառնանք արբանյակ այս աղոթքի, Ամեն։ որի կենտրոնը դու ես Տեր։ Հալելույա։ Շնորհակալ եմ Հակոբ եղբայրս համար, շնորհակալ եմ քո ներկայության համար Տեր, որ լցնում ես մեր կյանքերը, Հայր։ Շնորհակալ եմ, փառավորվիր Հավիտյան, ամեն։ Ամեն, ամեն։ Վաու, շատ օրհնված եմ, Փարտիրոջը։ Փառքը Տերոցը։ Փարտիրոջը։ Հակոբ եղբայր կրկին շնորհակալ։ Խնդրեմ, բարդականությունս է, սիրով։ Գիտես, հիմա աղոթքը այսպես պաշտոնապես ավարտեցի, բայց իմ ներսը դեռ շարունակում է եւ ես այս ամբողջ օրվա մեջ այս աղոթքը պետք է անեմ։ Ամեն։ Սելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը, շնորհակալ ենք որ միացաք մեզ, իսկ Հակոբ եղբայր մենք քեզ սպասում ենք, տեսնենք երբ հարմար կլինի։ Մայիսին, Հարության տոնը, Հարությունը նշենք։ Հա։ Եթե որ հիմա Երևանում եմ, եթե որ մայիսին միացիրիա Հալեբ գնալու բարդավորություն ունեմ, հուսամ մայիսին կտեսնվենք։ Աստված առաջ։ Շարունակելու ենք, չէ՞ թեման։ Հաջորդը պետք է լինի Պերգամոնի եկեղեցի։ Այո, երրորդ եկեղեցի։ Այո։ Դժվար եկեղեցի։ Տեսնենք ինչ պատգամ ունի Տերը մեզ տալու։ Սելի քորեր եղբայրներ, սիրում ենք ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ։ Մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Թող Տերոջ ներկայությունը ծեր բոլորին հետ։ Մնաք օր։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջերս։ Ծառան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։